Location-ի տեղով մեխանիկորեն։ Այլ զայնես։ Եթերում է Երևանը, ժամը 6:00 է, 32 րոպե։ Մենք շարունակում ենք մեր հաղորդաշարը Wild Radio Station-ից, Երևանի սրտից, նփակ նորարարական արվեստի կենտրոնից։ Այսօր իմ հյուրն է։ Դա Բիկոլյան ողջույն։ Ուրեմն մենք հիմա ուղիղ եթեր ենք, ու լավ է որ երկու հեռախոս ստացակներից մեկը գնում է ռադիո, եթեր, իսկ մյուսը կստեղծի անտոլոգիա, չկորենք։ Հիմա քայլում ենք հենց ցուցահանդեսի տարածքով։ Փորձում ենք բացահայտենք, թե ոնց է աշխատում սուրճի մեքենան, ինչ աստիճանի տակ է պետք սխմել կնոպկեն, որ կոֆե լինի, հետո տեսանք, որ մի ծակի ջուր է թափվում, այն մյուսի չէ, ես ու Նարեկը սովորեցինք կոֆեից օգտվել, բայց դու եկար ավելացրեցիր եւս մի բան։ Օրինակ պարզվեց, որ պետք է հետևենք, որ ճիշտ աստիճանի կարմիր գծի տակ լիներ կոֆեի բանը, բաժակ ջերմաստիճանը, որ ինքը նորմալ կոֆե դուրս գար, մենք չգիտենք։ Հետո էտել որ այն դու ասեցի, բայց այս մասը չի աշխատում։ Այդ այն մասն որ մեկապտիկ ապարատի կողքը կանգնեիր, որ ճիշտ բան կնոպկեն անջատեր, որտեղ թե ջուր էր գալի ու անվերջ։ Ես ու Նարեկը արդեն դա բախվել էինք, ու ծիծաղալ ասում ենք կարող է հիմա էլի բաժակ դիմենք, որ անվերջ է։ Այդ ինձ հիշացրեց սովետի թվերին մեր տելևիզորները, որի վրա անպայման կար, ասենք պլաստիկակուպցի, չաքուչ կամ ինչ-որ մի բան։ Եվ տան ամենափոքրը այն միակն էր, որը ներվայնանալով գիտեր, որ այս հենց սկսի կադրերը փախնել, բան ասելու են գնա խփի եթերի բան, ու ինքը աշխատող էր, եւ այդ սովետական, ես կպայեմ, այդ սովետական երեխու այդ կարողությունը արդեն տեղափոխվում է նաեւ մեծ սովետական մեծ մարդու հետ, ու որ գնա էլ, ես դային վրա բռնացրել եմ, որ օրինակ Ամերիկայում մի դուշի ծերից ջուր էր թռնում, ու ասում է, որ տենց էլ պիլինի, մինչև որ մի ամերիկացի եկավ եւ ուղղակի մյուս բանը բացեց ու պարզեց, որ չէ, տենց իջելներ։ Ես բացում եմ, որ կոմֆորտը անպայման դունենա որոշակի դիսկոմֆորտ։ Դիպար բան անդադեմ առաջարկում։ Ասա։ Գնանք այն բալկոնում ծխենք։ Հա, գնացինք։ Հա, որտեվ որտեվ ես իհարկե մի շաբաթա չեմ ծխի, բայց անպայման հիմա գոհ եմ ծխեմ, հա։ Որոշել ես որ թարգել ես։ Չէ, թարգել էի։ Այսօրաբար տես հիմա։ Հա, սպասի այդ տուր ինձ։ Մենք հիմա քայլում ենք նփակով եւ փորձում ենք հասկանանք, թե արդյոք բալկոնի դուռը կարանք բացենք։ Կարճ ժամանակ։ Չես կարող, բացի բանալիով չի, չէ՞, sense ջխիկներով է։ Ոչմ դժվար process է։ Լավ, մերսի։ Եւս մի դժվարության բախվեցինք, բայց հիմա այ հարցս էդ էր։ Ուզում եի իմանայի դժվարությունները, ինչքանով է կարևոր կյանքում որպես մարդ արվեստագետ, ոբշեմ եթե դժվարություն չլինի, կարա ստեղծագործես, որտեղ вообще ասում են, պապտի անպայման լինի դրամա, տրագեդիա, դժվարություն են, որ արվեստագետը ձևավորվի։ Դե պրինցիպի կայֆ կլներ, եթե ոչ մի դժվարություն չլներ, էլի լավ կլներ։ Դե լսի, ես ենթադրում եմ, որ ուղղակի հաճույքի շուրջել է լինում ստեղծագործել հեշտությամբ։ Հա, լուրջ։ Հա, այսինքն մեկ կարող է ուղղակի ստացվի, ասենք ստեղծագործությունը աբսոլյուտն բարդության հետ չի կապված, էլի։ Մենք արդեն դուրս եկանք, հիմա կնստենք ստեղ սկամեքին եւ կզրուցենք, հա, որտեվ տես դժվար է, երբ որ բարեկամներն ու հարազատները քննադատ արվեստագետները նայում են քեզ խոսելուց, այո։ Մի խոսքով, կանգնեցին գտեք, որ կարա նաեւ հաճույքը լինի։ Միջելուց կարենա, թե հենց հիմա խախտում է իր սիգարետը։ Ու այդ որ ասում ես, որ կարան լինի, որ հաճույքը եւս կարա լինի, հեչ պարտադիր չի որ ունի դժվարություն։ Այդ մի քիչ պատմի, ինչ նշանակում հաճույք առանց դժվարություն ստեղծագործելը։ Լսի, նա ես անկեղծ ասած մտածում եմ, որ դժվարությունը все-таки կարևոր նյուանս է, որովհետև այսինքն ինչ նշանակում դժվարություն, ինչ-որ բան չի ստացվում, կամ քո ուզածը չի լինում, ու դու առաջին անգամ, ասենք, ռաստվում ես այդ սիտուացիային, որ ինչ-որ բան ուրիշ է, քո ուզածը չի, ու հետեւաբար պայքարի կոնտեքստում շատ կարևոր է դժվարությունը։
Եթե դիտարկենք կարող ես որպես պայքար, իսկ ինքը все-таки պայքարի մեթոդ է, ու խոսալու նաև, շփվելու։ Այդ կոնտեքստում հա դժվարությունը շատ կարևոր է դառնում։ Բայց ես ինչ-որ նայվություն կարող է հիմարություն կա դաժե ասածից մեջ, բայց ինձ թվում է, որ ձեցկի մի հատ բան կա, որ սենց կա պարտադիր չի, որ վատ ոնց որ աղբյուրից դուրս գա արվեստը։ Ինքն էս չի, որ պետք է ինչ-որ սկակի մեջ լինես, որից հետո վատ բանի մեջ եմ հայտնվել, որ մեկ էլ դարել եմ, որ վայ, հիմա պետք է պայքարում այդ արվեստը։ Ես հաշվում եմ, որ տենց չի, հա, все-таки։ Տենց չի, ձելա։ Ինձ թվում է տենց չի, բայց տենց չի ոչ թե այդպես չի ընդհանրապես, այլ տենց չի քո դեպքում։ Ես կարծում եմ դա շատ կարևոր, եւս ավելցուկ է, այսինքն դա ֆրագմենտ է, սոփչի արվեստի մեջ, ֆրագմենտներից մեկն է։ Բայց ընդհանրապես ֆրագմենտներից մեկն է, ոչ թե հիմնովի հիմնված է, ասենք, մենակ բանի, այսինքն վատ փորձառության հետ հարց չպետք է լինի արվեստը, էլի։ Արդյունք Գրիգոր, դու հենց այն մարդն ես, որ ես կարամ հանգիստ այդ մասին խոսամ, որովհետև, ասենք, քո այդ մուլտիկ, ես միշտ ասում եմ մուլտիկ նկարել, հա, բայց քո դրակոնչիկները, այդ մանկական խաղալիքները, այդ ամեն ինչը, որ չի հեռացել քեզնից, այլ դու այդ տեղում ես, ես մեկ-մեկ նաև մտածում եմ, թե ես գիտեմ, չէ, ես քեզ, այսինքն քեզ որ հարցնեմ, դու ինձ կպատմես այդ ինչ տեղ է, որտեղ ես այդ տեղում չեմ։ Դե ինքը sense կոնկրետ իմ տարիքի, այսինքն 2000-ականների մեծայից է, ու ես տենց ինձ թվում է, հատկապես Հայաստանում, sense պատմականներն որ նայես, ես վերջ, հենց այն Բակալենյանն եմ, որ հասցրել է, все-таки Տրուբկով հեռախոս ունենա տանը, Կիպեդիլնիկով լողանա, բայց միաժամանակ, ասենք մի քանի տարի հետո ռեսկը փոխվել է, ասենք սկսենք Sega ունենալու խաղեր խաղալ, դրանից մի քիչ հետո վիդեոկամերա ու սաղ կար, ինտերնետը սկսեց հայտնվել, կոմպյուտերային խաղեր, այդ էվոլյուցիան sense համընկնում է իմ կյանքի հետ, ռեալ։ Sense միջև այդ չեմ կարող ասեմ, բայց այդ խաղային այդ բանը պրոդուկցիան ու համել կապիտալիստական կոնտեքստում էլ, էլի։ Հա, երբ որ ունես, այսինքն դու որպես սպառող ունես, անսպառ խաղալիքներ։ Ֆանատիզմը ունեցել եմ միշտ փոքր ժամանակվանից։ Հա, ունենամ էսել են։ Ու ասենք parza որ մաման էլ ազդել դրա վրա, papan էլ, այսինքն մարդիկ ովքեր առել են քո համար անդադ, դա։ Պլյուս մի հատ շատ կարևոր նյուանս էլ կա, բայց ես հիշում եմ, որ փոքր ժամանակ միշտ մի հատ սցենարային խաղի հետ կապված բան կար, դու խաղալիքով խաղալը, ես ենթադրում եմ, որ փոքրիկ տես թատրոն այնք, էլի, սցենար ես գրում, դու որը խաղացվում է եւ այլն, էլի։ Ու գրում ես մտքում։ Հա։ Ու ես հիշում եմ, որ շատ հնարավոր է դա գալիս է նրանից, որ ես բակում չէի սիրում խաղալ շատ։ Որտեւ ինչ-որ ճնշվածության կար, անընդհատ տեղավորվելու հարց կար, հետո ու երբեք իմ հետ լավ չի ստացվել բակի խաղերը, то есть ֆուտբոլ ես չէի կամ խաղայ, դանդաղ եմ վազել, միշտ չնայած նիհարի փոքր ժամանակ, բայց ոչ մի հարցում այդպես իմ մոտ չէր ստացվում այդ, էլի, որը պրոբլեմատիկ էր ու հա, երբ որ մնում էի մենակ ժամանակ ոնց որ խաղալիքներով մեկը սկսում ես ֆանտազիրված անել, կինո նկարել, բան անել, ու տենց Պլյուս համընկնում է, այդ շատ լավ իրանք օգտագործում են այն որ դու այն մուլտիկը որ նայում ես դրա մեջի պրոդուկցիան սկսում է ծախվել խանութում, էլի, վաղ։ Բայց այդ երբ ես հասկացել։ Լսի, դե ինձ թվում է Նյու Յորքն է, մեծ ազդեցություն է թողել։ Լավ, էլ մինչև Նյու Յորքը գալը։ Ես գիտես ինչ եմ ուզում, որ բանն եմ ուզում որսամ, ասենց ասեմ, որ երբ որ այդ արդեն հասկացել ես, բայց էնել հələ բաց չես թողել, որտեղ այն քո imagination-ն է։ Հա, իմ էսթետիկայի մեջ կա այդ ազդեցությունը։ Հա, չէ, չէ, հիմա կա։ Դրա համար իր կոնտեքստը ես ոնց որ սիրում եմ կոնտեքստը փոխել։ Okay, իսկ պիրիգավորները ինքդ քո հետ ոնց ես վարում։ Այսինքն դու քո մեջ տեսնես, չէ՞ որ այս հաստատ այն վախտից եմ ասեմ այն աշխարհից, իսկ ես չգիտեմ, չոտքի մեծ եմ, չէ։ Ասենք ինչ որ չգիտեմ, ուրիշ բան ես գտնում հավանելու դրա մեջ ուղակի։ Ասենք parza որ մի հատ վատ պրոդուկցիա է, որ սենց շուտ խաղալիք է, ինքը ուժս է իրականում ամեն ձև, որտեվ ասենք սաղ գույները լավ օգտագործել են, որ երեխեքը գրավիչ լինի, սաղ երաժշտությունով, մեդիայով ամեն ինչ օգտագործված է, որ նոր սպառող երեխա ծնվի այդ պահին։ Մեկ էլ ասում ես լավ, այդ սաղ ես գիտակցել եմ արդեն հասկանում, բայց չեմ կարող այդ սերը թողեմ, որտեվ արդեն ծրսկել եմ ինձ ու ամեն այդ էսթետիկան սկսում ես որ ես տենցել նկարում եմ նաև, в общем։ Մեկ էլ մտածում եմ ոնց վերակոնտեքստավորել ու հասենք քաղաքականացնել այդ նույն բանը։ Ու տենց այդ կոնտեքստում առաջին անգամ ասենք pop art-ը դրա համար էր գրավիչ եմ փոքր տարիքում, էլի, որտեվ ես ընդ հանդիպում էի այդ նույն պատկերները, որոնք գալիս էին սպառողական մանկությունից ու բաներ անում։
փոխում է ձևակերպել իրանց կոնտեքստը, այսինքն Godzilla-ին տեսնել որպես քաղաքական երևույթ, ոչ թե որպես պրոստը կինոինդուստրիա, էլի։ Հիմա որ ասում ես Godzilla, ինչքան հոգի գիտի այդ Godzilla։ Դե սա գիտեն մեծ հաշվով։ Հա, արդեն սա գիտեն, որտեղ ինքը շատ մեծ ֆրանչայզ է, իրան ծախում են։ Բայց իրան դնել, հա, մինչև հիմա անվերջ վերարտադրվում է եւ այլն։ Ահա որ շատ էլի, բայց իրան վերարտադրում նկատել, ասենք ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնել։ Հիմա քո Godzilla-ն, որ այդ Godzilla-ն, ասենք, չգիտեմ, ատոմային պատերազմների աշխարհում, ասենք, մուտացիա ապրած ինչ-որ մոնստր կա, որը մեծ հաշվով ուղղակի բան է, արել, ինչ անել։ Դուրս է եկել սովետակից ու ոչնչացնում է սաղ մարդկությունը։ Քիչ կարող է նիհիլիստական հնչի կամ, բայց սիմպաթիչնի է մեկը, որտեղ մեկը ուզում ես իր կողմից լինես, էլի։ Այդ կոնտեքստը։ Բա ոչնչացնելը սաղ մարդկությունը։ Դե հա, չգիտեմ, տենց այդ էլ է շատ տարօրինակ, հիմիկ շատ կապված կստացի այս Ֆիշերի կապիտալիզմի դեպրեսիայի կոնտեքստում, որովհետև բան է լինում, ասենց շատ լավ համընկնում է, թե ոնց են մեկել ռուս անարխիստ տղա կարեց վերջերս բանին եմ ինտերվյու, որը մեծ շատ հետաքրքիր բան է ասում է իհարկե լրիվ չեմ հավանում, պրոստը համակրում եմ, լրիվ համաձայն չեմ հետը, բայց այդ նյուանսը, որ ասում եմ եկել ինչ-որ պահի սիմպաթիչնի է դառնում աշխարհի վերջը։ Ու ինքը ասում էր, սենց սկսում եմ բան, ասենք, ինչ անեմ, կատաստրոֆաների կուլտ կարա ստեղծվի օրինակ հանգիստ, ասենք, չեմ, տորնադոյի կուլտ կարա ստեղծվի, որը կգա կոչնչացնի սրան, սենց, ոնց որ ասում եմ, պայտակ սկսում է համակրել բաներին, բնական աղետները սկսում են ավելի սիմպաթիչնի դառնալ, ոնց որ ոչնչացումը դառնում է ավելի համակրելի, քան ստեղծումը։ Դե, ասենք, սենց ոնց որ հա մարդկանց մի հատ տեղ դնի կոպիտ ասած, էլի։ Բայց ես все-таки չեմ համարում, որ հույս չկա այդ աստիճանի, էլի։ Որտեվ այս կոնտեքստում հենց TAZ-ին այդտենց մի հատ նյուանս է, որի շուրջ սաղ հանդեսը հավաքվել ենք, որ ինքը все-таки շատ լավ բան ասում Հակիմբեի, ասում է, ինչքան էլ սաղ աշխարհը, ցիտում եմ, հենց տենց էլ ասում է, ինչքան էլ սաղ աշխարհը դառնա parking lot, то есть parking, ու ամեն 2 րոպեն մեկ հանդիպես McDonald's-ի, մեկը երբ որ երեխեքը հավաքվում են խաղալու, գնում են պիրուլիկներում խաղում են, մեկը խաղում են։ Ու ինքը անգամ չի ասում դա, որ դա իմ ստեղծած կոնցեպտն է, ասում, դա մի բան է, որ նկատել եմ։ Դա մի բան է, որ sense tenants տեղի է ունենում։ Իսկ պատերազմին է դեպքում որպես խաղ, չես նայում։ Լսի չէ։ Все-таки չէ, որովհետև ինքը շատ очевидный, տենց բիզնես պրոյեկտ է մեծ ու вообще կամքի հարցը այդտեղ շատ ինձ թվում է գոյություն չունի համարյա։ Բայց կնով պետք է ուզենա ինչ-որ մեկին սպանի, այլ բնական պայմաններում։ Իսկ բլեֆա, вообще բլեֆը ոնց է ընկալում, երբ որ արվեստագետը խափում է։ Այդ բլեֆը իր ստեղծագործական արդյունքը ինչ որ տեսնում ենք բլեֆ է, հա, սուպեր հարց է։ Ես տենց այս բլեֆը մտած ասենք հասկանում եմ կոպիտ ասած նաև sense թե ոնց եմ ես տարբերում արվեստը չարվեստից։ Ոնց եմ ես տարբերում արվեստը չարվեստից, այլևս մենակ արվեստագետով, որտեղ հիմիկվա պոստմոդեռնիստական կոնտեքստում որպես գործողություն, ասենք, սաղ օգտագործում են։ Որովհետև սաղ գիտեն, որ բանան կպցնեն պատին, դա ասենք մի 15000 հոգի կմեկնաբանի, կծախեն, ինչ ուզեն կանեն հետը, էլի։ Դրա համար արվեստագետը դառնում է շատ ավելի կարևոր, քան գործը առանձին արվեստագետի։ Ես չեմ հավատում, որ անգամ այն ժամանակ դա էական չի եղել, բայց հիմիկվա ժամանակներում ավելի ակտուալ է, որովհետև ոնց ինչ եղավ։ Մեկ էլ ոնց որ բիզնեսը ոնց մեկ է հասկացա, որ վայ մինիմալ գործողությունով կարելի է սանից էլ, այս մինիմալ գործողությունը սարքել բիզնես։ Օրինակ ինչ է, ժամանակակից արվեստի էսթետիկան ոնց որ հիմնված չի տեխնիկա ապացուցելու վրա։ Ոչ ոք չի գալի քեզ իր մասтерство ցույց տա, էլի։ Կարա ինչ որ մեկը քարբերի դնի ուղակի ու ասի, որ սա ժամանակակից արվեստ է, լի մի հատ չբացատրի ու գնա։ Հիմա շատ մարդ կարա տենց բան անի, բայց ոնց է տարբերելու որ դա արվեստ է, թե չէ։ Մենակ իր այդ շփվելով, ուրիշ տարբերակ չկա։ Վերաբերմունքը հասկանալով, իդեալները տեսնելով, գտնելու ինչ կոնտեքստում է այդ քարը այդտեղ հայտնվել, էլի։ Եթե այդ կոնտեքստը չեմ կարողանում գտնել, էլի կարամ հավանեմ իրականում։ Կարամ հավանեմ, բայց իմ ինտերպրետացիայով, որը ես կպնդեմ, որ տենց է ուղղակի այլևս, էլի, որը արդեն, չգիտեմ, ինչքանով կապ ունի այդ մարդու հետ вообще կամ չգիտեմ, sense մի ազգայական պահ կա արվեստի հետ կապված, որ մեկը հստակ չի։ Կարող է ինչ-որ մեկը շատ նայվորեն տուպիզմ անի, բայց մեկը սիմպաթիչնի լինի, էլի։ Բայց այդ մեթոդը թե ինչի ես դա հավանում, շատ ավելի կարևոր հատված կարա լինի, քան թե ինքը ինչի է արել։ Ու այդ դեպքում հիմա դու արդեն, այսինքն քեզնից էլ ավելի երիտասարդ արվեստագետներ, նրանք ովքեր երիտասարդ են նոր, ասենք նոր մտնում են արվեստի դաշտ, կամ ընդունվում են
արվեստի ակադեմիա կամ նույնիսկ Հայաստանում չէ, թե դրսում գնացել են ավելի եվրոպական ինչ-որ միտեղ։ Բայց այդ հարցը մեկը առաջանում է, թե լավ, իսկ նայում են, ասենք բոլորին վերջերս էր, հա, իմ Պլիմյանիկի հետ, որ Հոլանդիան նայում ենք ժամանակակ արվեստ, ուտեղ կար բան, որ իր համար անհասկանալի էր, թե ինչի է սա նույնիսկ ցուցադրվում։ Հիմա այդ հարցի պատասխանը, պաստորեն, եթե քո ասածով շարունակեմ, ստացվում է, որ այդ անձի զարգացման ու ներքին ինչ-որ մի հատ ներքին զգացողության, բայց ինտելեկտուալ զգացողության անհրաժեշտություն կա, որպեսզի մարդ հասկանանք արվեստագետա, թե արվեստագետ չի։ Դե համ նաև պարտադիր չի ինտելեկտուալ լինի, ինֆորմատիվ ու տենց խելոք մարդու հարց կարա չլինի։ Կարա լինի ուղղակի ձիգի, հենց այդ առումով եմ։ Դες wildness-ը նկատելն էլ այնց թվում է բնորոշ արվեստագետին, էլի։ Պիտի կարողա ու չեմ կարա բացատրեմ։ Դժվար է wildness-ը, տենց wild է։ Հան նկարագրելի մի հատ զզվում եմ էներգիա բառից, ոնց որ էներգիայի հարց չի, բայց մի ինչ-որ ազդակներ կան, որ ինչ-որ մեկի նկատմամբ, մեկի ինտուիցիա սկսում է հուշել, որ ինչ-որ հետաքրքիր բան կա։ Հավանաբար ինքը պայմանավորված է, ասենք, մտքերի, պոզիցիաների, թե ինչ սոցիալական սիտուացիայում է այդ ամեն ինչը արվում, ինչ ռեակցիա է տալիս ինչ-որ բանին, ասենք, չգիտեմ, էլեմենտար ժեստը կարա դիսկոմֆորտ առաջացնում։ Կարող է դիսկոմֆորտ առաջացնում ուրիշների մոտ, որ այդ հավանում ես։ Օրինակ, կարող է մեկը անես տարօրինակ է իրան պահում, անենց միջավայրում, որ իրան, ասենք, չգիտեմ, որովհետեւ ապուշ սիտուացիա, բառում ինչ-որ մեկը խմած մի քիչ ինչ-որ էքստրաորդինար ձևի է պահում, մեկը նկատում ես, որ վայ այդ ինչ է, էքստրաորդինարությունը ինչու՞մ է պայմանավորված, էլի։ Ну, վատ օրինակ է իրականում, որտեղ որտեղ դա կարող նաև էպոտաժ լինի։ Հա, կարա արհեստական լինի, կարա սխալվես հանգիստ եւ այլն, բայց в общем, այդ այն սիտուացիաներ կան, որ կամ չգիտեմ երեխեքի հետ շատ այդ ձգիություններ լինում հիմնականում։ Որտեղ երեխեքի մեջ, չգիտեմ, այդ որ դաս է տալի, ես մի քիչ այդ փորձ ունեմ, մեկ է սենց չեմ կարող բացատրեմ այդ ինչ սիմպաթիչն է ստա, էլի։ Իսկականից բարդ է իրան բարերով վերարտադրելը։ Չեմ պատկերացնում։ Ոնց մեկնաբանում եմ այդ։ Բայց ինտուիտիվ ինչ որ սենց բան է, ինչ կողմը ընտրում օրինակ։ Միկրո որոշում ոնց է կայացնում, էլի ինչ որ հարցում։ Ինչին է ռեակցիա տալիս։ Ասենք որ կողմա քայլում, երբ որ սենց ինչ որ մարդիկ ուրիշ բան են անում, ինչ նա մեկը իր աչքը գրավում կամ ձայնը, որ ձայնն է դուրը գալի, չգիտեմ, սենց նյուանսներ։ Ինչ հարց է տալիս օրինակ։ Հիմա քեզ ոնց է զգում ես ցուցահանդեսից բացումից անցել է արդեն ներեւի մի 10 օր, հա, 10 ավելի։ 10, հա, այսօր ամսի 10-ին բացվել ենք, ամսի 22-ն է։ 12 օր։ Այո։ Ինչ զգացողություն է։ Լուսի, միշտ ցուցահանդեսից հետո մի հատ ապոստաշենյայի զգացողություն կա, մի քիչ դեպրեսիվ, բայց դա ասենք անգամ արից չի դրա մասին խոսալու, այլ все-таки մտածում եմ սուպեր ցուցահանդես է։ Ահա որ հավանում եմ, որովհետև դա ստացվել է ինչ-որ բան, էլի։ Լրիվ ինքը 100% չգիտեմ, ինչքանով է ստացվում թե չէ, երբեք 100% չի ստացվում ոչինչ, բայց մի հատ քանակ կա, այդ քանակը որ ստացվեց արդեն սուպեր է։ Իսկ իմ մոտ ստացվել է այս ցուցահանդեսի հետ կապված ավելի շատ, քան սպասում էի ես։ Ու երկար անընդհատ հա ու դեռ օրեր կա։ Անընդհատ վախ կա, որ ասենք մի բան անում ես ու ինքը պարզ չի ոնց է շարունակվելու, երբեք չգիտես ինչ է լինելու հետո։ Հիմա այնքան ինչքան որ արդեն եղել է արդեն ավելի շատ, քան սպասելի էր, էլի։ Այդ առումով համանում եմ։ Թե ինչի մասն է խոսքը դժվար եմ կենտրոնացնելու, էլի։ Բայց այդ wildness-ի զգացողությունը ունես, նենց չի որ հիմա, որովհետև դու կազմակերպիչներից էիր, ստացվում է որ այդ հանկարծ երբ հայտնում ես այդ դերում, որ դու պետք է կազմակերպես, ոնց որ երեխեքի խաղը, արդեն դու դե հայտնում ես։ Դե ինքը մեխանիկորեն full wild չի, հա, ինքը ավելի շատ վատ է հնչում, բայց ոնց որ wildness-ի մասին լինի, քան wild-ը։ Ինչ առումով, որ բայց ինձ դուր է գալի, որտեղ խոսակցություններ կան։ Ինձ դուր է գալի, թե ինչ խոսակցություններ է ստեղծել ցուցահանդեսը այս բանին, որովհետև ակնհայտ տեղի են ունենում խոսակցություններ, օրինակ, որոնք չէին տեղի ունենում։ Ինքը կարողացել է այդ TAZ-ի ինչ որ նման բան ստեղծի, էլի։ Քո գործը ինչ է այս ցուցահանդեսը։ Իմ գործը դրոշներն է, ֆրագմենտներով տարբեր, որը Ռենե Գրինից ազդված,
որ ինքը երբ որ դա անում է, կոչվում է պոեմներ, ունտեղ տարբեր տերմիններ են, չգիտեմ, հավանաբար վերցված, հավանաբար մի քիչ իր կողմից ավելացված, ինքը դա կոչվում է պոեմ ու այն լոգիկայով, որ դու կարող ես նայես ու ինքդ կոմբինացիաներ անես եւ այլն, էլի։ Իմ դեպքում մի քիչ պոեմ, կարա դառնա պոեմ, բայց հիմա աչքից դեմը չի որ ասեմ ինչ տեքստեր են, բայց սիմվոլներ են ինչ որ տեսակի, որոնք ես հավանում եմ։ Օրինակ գարգոյլներն են, որ գարգոլյաներն են, որոնք միշտ եղել են եկեղեցու վրա գոթիկական շրջանի ճարտարապետության, բայց իրանք երկու ոնց որ միշտ բան ունեցեք, համ ծառայելա որպես անձրևի ջուրը տանող մի հատ երևույթ, համ իր սիմվոլիզմը միշտ պայմանավորված ա եղել, որ տիպը եկեղեցու ներսը սուրբ եւ ապահով տարածք ու դուրսը մեղքերով լի կերպարներն են։ Հիմա այդ մեղքերով լի կերպարները քաղաքական տեսանկյունից իմ համար շատ ավելի սիմպաթիչնի են, քան ինչ որ եկեղեցու ներսում։ Ու ընդհանրապես նաև դուրս գալիս է այդ վախենալու հորր էլեմենտը գարգոլիայի, էլի։ Դրա համար այդ բառը ուղղակի այդ կոնտեքստում է գրած։ Մյուսի վրա գրած է հենց հորրը, ընդհանրապես հորրը նյուանսը։ Մյուսի վրա գրած է հերետիկ սենդվիչից նույն պատմական հերետիկոսների ու վհուկներին վարելու պատմության հետ կապված էլի իմ համար սիմպաթիչնի կերպարներ են կոպիտ ասած։ Մյուսի վրա գրած է, ասենք, zombie eaters։ Իմ սիրած երկի ինչ-որ մեջից վերնագիր է ու բառերն են, բայց zombie eaters-ը կարող ես ինտերպրետացնել ոնց ուզես, այսինքն zombie-ն ինչ ուզում ես դիր zombie, համ ժողովուրդն ես նայում որպես zombie eaters zombie-ներն են, որոնք ուտում են թե ինչ-որ մարդիկ են ովքեր ուտում են zombie-ներին։ Սա կոնտեքստներով լավ է ստացվում, էլի։ Ու սենց մի քանի ֆրագմենտներ դե պերմանենտ, հա, երևի, հավանաբար էլի, դե չգիտեմ, հա։ Իսկ բաների այդ վախերը թիմա ինչից են։ Լսի, դժվար է, չգիտեմ, ես չեմ մտածում վախերի մասին ոչ մի վարքան, չկա իմ ուղեղում այդ կետը։ Այսինքն ես հիմա պետք է արհեստականորեն ասեմ զորով հիշել ինչ վախեր ունեմ։ Չեմ մտածում դրա մասին ուղղակի։ Շատ լավ է։ Ու որ խոսացինք, ասեցիր, որ փոփոխությունը սկսեց Նյու Յորքից։ Հա, ազդեցության առումով սուպեր, որովհետև Էդի մոտ 9-րդ դասարաններ Չեխովի դպրոցում, որը տենց քյարթու օլիգարխիկ դպրոց է եղել, որտեղ ես սովորել եմ 9 տարի, տարապելով կարելի ասել, որովհետև նո ես միշտ ինչ-որ նեյտրալ դերում էի, ոչ ոք ինձ չէր նեղացնում երբեք բան, բայց ես աբսոլյուտնը տենց չէի կարողանում գտնել ինչ-որ տենց ընկեր համախոհ, չնայած կային ինչ-որ մարդիկ, բայց տենց շատ շուտ կորում էին, էլի։ Ու այդ Էրան տենց ինչ կոմպլեքս, ծանր կոմպլեքսավորված տարիքային բաներ էր, էլի։ Գիտես, հա, վсё։ Ու բանա, զանագրությունս կանգնում էր մի բան։ Այդ պահին ազատագրված սիտուացիա էր իմ մոտ, երբ որ ասենք Շուշան ուղարկեց ինձ, չգիտեմ, Նյու Յորք 3 ամսով, նախ հաղորդին տեսնելը, եւ երրորդ այն կոնտեքստը, որի մեջ որ հայտնվեց Նյու Յորքում դու էլ ընդեղ, նույն ձև եւ այլն, իրար հետ ինչ որ արել ենք ընդեղ ինչ որ բաների մեջ, ահա որ ազատագրող էր, որտեղ մեկ էլ վայ sense կարելի էր զգացողություն կար, էլի։ Նաեւ այդ անարխիստական ակտիվությունը այդ պահին այդ Occupy Wall Street-ի era-ի, չգիտեմ, մեթի ազդեցությունը ին վրա այդ տարիքում, չգիտեմ, ոնց որ sense մի հատ կինոյի մեջ էի հայտնվել, որում ես միշտ կուզեի հայտնվեի, ու իսկականից բացահայտեցի իմ համար լիքը բաներ։ Լիքը, ասենք, սկսեցի հասկանալ, օրինակ, առաջի անգամ որ ձևավորեցի կապիտալիզմի մասին պատկերացում, որտեղ ինքը ինչ որ տեսակի բան կա, մոտավորապես sense տնեն սաղ պատկերացնում են այդ ֆալշը, sense տնեն սաղ տեսնում են, կարևոր չի այդ տերմինոլոգիան խելոք, սաղ գիտեն մարքեթինգը ինչ է, սաղ գիտեն ոնց են վրատ Coca-Cola ծախում եւ sense, այդ ժամանակ հանդիպելով Հարութի, Մեթի, քեզ ու ինչ որ մարդկանց, ովքեր Ռենեին օրինակ էրայում Այդ էրա մեկ է սկսեցի հասկանալ ոնց սկսեց ձևավորվել մոտս նաև այդ մտածելակերպը, թե բայ կան տերմինոլոգիաներ էս ամեն ինչի համար, մարդիկ զբաղվել են այդ ամեն ինչով, ասենք, կան պոզիցիաներ, իրոք պայքարում են փողոցում դրա համար, ինչ ազդեցություն է դա ունենում, ոնց կարող են դա վերարտադրեն, ոնց են օգտագործում, ու լիքը կարևոր հարցեր, սենց այդ պահից շատ սենց փոխվել է կյանքս, էլի, ու երբ որ ես հետ եկա հիշում եմ, որ եկա դեռ մի քանի ամիս պիտի նստեի, որ ավարտվեր դպրոցը վերջի անգամ, վերջնական, ու հետո գնալու էի Թերնեմեզան, էլի։ Այդ վերջի post Նյու Յորքյան էրան իմ Երևանյան Չեխով դպրոցում մի հատ կատաստրոֆա է եղել, որտեղ ես այտենց մի քիչ շատ բացված բանկի նման է եկել մի քիչ։ Ամեն դեպքում ինձ երևակայում էի տենց, էլի։
Ու դա ինչ կոնֆլիկտներ առաջացրեց, Լսի չէ, այդքան չէ ագրեսիվ առումով չէ, բայց հիասթափություն կար, բայց ավելի շատ չէ, ոգևորվածություն կար, որ արդեն ես գիտեմ ինչ որ բաները ոնց է աշխատում, ավելի լավ, շատ ավելի հստակ էր, քան վախենալու, էլի։ Ու սենց ոնց որ եկա, ասեցի, ոչմ, ես շատ լավ գիտեմ արդեն ու вообще յան տվեք ինձնից։ Արդեն սենց вообще լուրջ չէի վերաբերվում ու սենց փոխվել էր ինչ որ բաներ, էլի։ Իսկականից ֆունդամենտալ բաներ էր փոխվել։ Իսկ գիտես, հիմա կա զգացողություն, որ կա լիքը բան, որ չգիտես, այդ չգիտեսը մեծ տարածք է вообще։ Թե գիտես արդեն այս զգացողության, որ ես գիտեմ, աշխարհը գիտեմ, պրինցիպի ամեն ինչ գիտեմ։ Դե ինչ որ կարող է մեծամիտ հնչի, բայց զգացողություն կա, որ ես գիտեմ, բայց դա երբեք տենց չի, որովհետև անընդհատ ինչ որ նոր բանի ես ռաստվում, Այսինքն այս բանը դու քեզնից գոհ ես։ Դե հա, ինչ որ տեսակի, հա։ Ամեն դեպքում ես ինքս չեմ համարում խափող մարդ այս բանին, աբսոլյուտն է, էլի։ Ու եթե անգամ ինչ որ բան չգիտեմ, շատ հեշտությամբ հետաքրքրությունը ավելի հավեսով կընդունեմ, քան ասենք կոնտրընկնելու հարց չպետք է լինի, էլի, ոնց որ Ես շատ ուզում եմ քո հետ անպայման խոսեմ նաև երաժշտությունից, բայց ռիթմից, երաժշտությունից այդ ամեն ինչից, բայց ես կուզեմ, որ մենք այդ մյուս զրույցը հետաձգենք եւ խոսենք որոշ ժամանակ անց։ Ցուցահանդեսն էլ մի քիչ անցնի, որ գուցե այդ երաժշտությունն էլ արդեն տեղավորվի դու, որտեղ ես քեզ նաև այդ երաժշտական իմաստով եմ միշտ շատ համակրել ու ինձ միշտ ունեմ զգացողություն, որ հələ երաժշտական իմաստով քեզ նոր պետք է տեսնենք ճանաչենք։ Հուսով եմ, ես էլ եմ նոր էքսպերիմենտների առաջի միջայլոց հուսով եմ, որ կանեմ դրանք ինչ որ պահի, շատ մոտ են բայց ինձ թվում է։ Okay, դե այսքանով Երևանի ժամանակով 6:58 րոպե։ Ընդհատում ենք մեր ռադիո եթերը Wild Children ռադիոկայանից։ Հիմա պետք է որոշենք ոնց է սա ավարտվում։ Հենց իրա վրա Stop. Makes sense.